Նախագիծը դուք ասել եք, թե իբր ես Ամերիկայում եմ, հանձնաժողովի նիստ չհրավիրեք, Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոր տա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար եւ հանձնաժողովի նիստը բնականաբար լավ կլինի որ այստեղ լինեի, բայց մտության կողիտակ փորձեցին արտահերթ նիստ անեն, հետո չարեցին։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրված շատ խնդրահարույց է եւ ֆրակցիանա դեմքի վերքե նաեւ ինքը ես հորի իշխեցի եթե այդքան ես առաջին անգամ դեմ պատմության մեջ որ մի մարդ իր նախաձեռնությանը դեմքը չեք ասում ո՞րն էր կարևոր որ բանակում փողով ազատվեն Դե ասում ես sense դենց այդ մարդիկ թողնում գնում են Այնքան կարևոր է որ ձեր կճար լինի գլացի անգամ որովհետեւ ամեն օր քաղաքացիները Դուք շարունակեք Սարգսյանից հարցազրույց վերցնեք Դուք հիմա Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում որը բնականաբար պետքա դեմ լիներ փողով բանակից ազատվել Չասում այդ տղաները այսպես թե այնպես գնում են Որ տղաները ցանկը թողտա այդ որ տղաների ցանկը ասում են զանգում են ովքեր են զանգում Կարին այդ թվերը շատ վիճահարույց են չէ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց նախքին երբ որ շրջանառում են նախաձեռնություն այնտեղ MC թվեր էր ներկայացրել զորակոչի հետ կապած 2009-2010 թվականները եթե այդ թվերով շարժվենք ստացվում էր որ բանակը 50%-ով գոյություն չուներ երբ որ այդ քննարկման ֆրակցիան քննարկման ժամանակ այդ ասվեց այդ թիվը 50% ավելացրած որի եզրահանգումների վրա ինքը հանգել էր ինչ որ եզրահանգումների բայց վերջին 2 տարվա ընթացքում զորակոչի թիվը աճում հիմա դա ինչի հետ է պայմանավորված հիմա կասեն խաղաղության գուցեև բայց որ նաև օրենքներ են ընդունել որը փոխում է միջավայրը եւ այդ միջավայրն է որ հնարավորություն է տալի մայրերին առաջին հերթին վստահ լինել որ այն ինչ որ կար բանակի ներսում եւ շարունակվում էր ինքը կանգնած է եւ մահացան դեպքերի մասին քիչ առաջ լսեցի փոխնախարարը ասեց քանի դեպքից քանիսնա բանակի ներսում տեղի ունեցել խնդիրներ կան եւ հիմա որ փակ քննարկում ենք անում այնտեղ էլ բանակի գրավչության հետ կապված նաեւ չլուծված խնդիրների հետ կապված մենք աշխատանքային քննարկում արեցինք որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն այնպիսի դրվագներ օրենսդրական բացերի լրացման որը հնարավորություն կտա շարժվել առաջ ամեն օրը խաղաղության պետքա օրենսդրությունից սկսած իրականացնել ծրագիր, որ մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից։ Դուք եք խանգարում իրար։ Դուք ինչ եք միշտ աչ թևի տակ։ Դուք սկզբում այլ որոշում եք ունեցել, բայց հետո ձեր որոշումը ազդել են։ Շարունակեք Սարգսյանից հարցազրույց վերցնել։ Ամերիկայից կգան ընդունենք այդ որոշումը, բայց հաստորեն որը եկա հակառակ արեցի։ Ինքը խնդրել է որպեսզի արագ տարել շատ որ նիստ չեք վարել։ Պարոն Կիրակոսյան, ես շատ լավ գիտեմ ձեր վերնագրերի փնտրտուքը, ես ծանր չեմ տարել, ես ծանր տարել եմ լուրջ ես ասում։ Ինչ ես ասում։ Ես խզվեցի, լսի։ Ես ծանր եմ տարել թռիչքի տևողության վրա, ոչ թե այստեղ գտնվելու։ Պարոն Ամերիկայի ուրիշ հապկից դուրս գալու մասին, այսպես ակտիվների ֆոնին։ Չէ, դե սառեցված։ Ֆոնը դրեք մի կողմ։ Մենք այսօր սառեցված։ Ուրիշ։ Հնարավոր է գա մի փուլ, որ այսպես որոշում կայացվի։ Մի ասա երբեք։ Ես չգիտեմ, աշխարհը շատ անհանգիստ է։ Այստեղ հապկի խնդիրը չի։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետքա թելադրի մեր քայլերի հաջորդականությունը։ Դուք հիմա ուզում եք էլի ինչ-որ մի բան բռնցնեք, հապկը վերջին հաշվով, երբ որ հապ պետքա հանդես գար ինքը կա։ Տեսեք, Մոսկվայում քննարկումների ժամանակ հապկի հետ կապված հապկի գործողությունները փորձ էր արում կապվել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված հապկը անելիք ուներ, չարես, չէ՞։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի հետ։ Եվ մենք 2 թե 3 անգամ դիմել ենք հապկի աջակցությանը։ Այդ աջակցությունը բացի բանավոր այսպես խոսքից ոչ մի հեռանկար մեր համար չի հանդիսացել։ Եթե կպականը ասում է Սարի գլխին ջունե, այդ Սարի համար Պարոն Պուտինին էլ մեկ կարող է սխալ տեղեկություն տված լինել։ Երբ կպականներ ասում են, որ այդ Սարի գլխին ջունե տարին 12 ամիս չի պայքարենք,
Կարծեմ Սև լճի մասին այդ պատմությունների ժամանակ։ Չէ, ավելի շատ զոն երկրորդ կորպուսի Վարդենիսի ուղղությունը։ ՀԱՊԿ-ը ինչու պետք է միջամտեր, ինչ եք կարծում։ Որովհետև կամակային պարտավորություններ կային ջան։ Բայց ասում էին, որ ասում այդ կետով եք դիմել եւ այլն։ Չէ, բոլոր կետերը ճիշտ են։ Այսինքն դուք չեք բացառում, որ ինչ որ մի փուլում ՀԱՊԿ-ից դուրս գալու, վերջնականապես դուրս գալու հարց դրվի։ Այն ինչ որ մեր երկրի շահը կթելադրի, այդպես է շարժ։ Պարոն Սարգսյան, ներողություն։ Լսեք, Հայկ Սարգսյանը նաև ասում էր, որ սինդիկները բանակում շաբաթը մեկ անգամ են լողանում, ասում է դե թող ղեկավար կազմն է շաբաթը Ես կարող եմ տեղեր ասել, որ մեկ անգամից ավել են լողանում, կամ տեղեր, որ մեկ անգամ են լողանում, ինչ է պատահել։ Բայց մենք, որ ասում ենք բանակի կերպարանափոխում, նայած լոգանքի հնարավորություններն են, չէ՞ մեծանում։ Այսինքն բանակի կարիքն է։ Ափսոս որ դու չես ծառայել, խնդիրը եղել որ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել։ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, դու էլ չես ծառայել։ Վահան Կոստանյանը, ձեր տղան էլ չի ծառայել։ Այո, դիմեք գլխավոր դատախազին չծառայել։ Դուք էլ դիմեք, եթե խնդիր տեսնեք։ Ձեր բանսով ես ես նարվում արդեն տեսնում եմ դուք պիտի չծառայեք։ Ինչ ասես։ Ձեր տղան էլ չի ծառայել։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է, քո պահմա։ Ուրիշ։ Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաների Դու նրա գիտելիքների չափոր ունենաս դու չես ծառայել։ նույն Հայկ Դուք Սարգսյանն չի վանդության մեջ Հարցում արեք բներին թող ասեն։ անպայման ես փոխել ուրիշ։ նույն Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներն շաբաթը մեկ լողանան, տեսնենք լավ է։ Հայկ Սարգսյանի ասածը չեմ ուզում մեկնաբանել։ Մեկ անգամ, երկու անգամ, լավ կլինի ամեն օր լոգանք ընդունեն, առավել ևս, երբ որ լուսաբացվում է, եւ իրենք իրենց մարզումները պետք է սկսեն, մարզումից հետո նրանք պետք է ինչ-որ մարմինը ենթարկեն լոգանքի։ Իմի լոգանքը սառը լոգանք, տաք լոգանք, մենք ոնց ենք որպեսզի զորամասեր ունենան լողավազաններ, չէ՞, բայց դա լոգանքը չի։ Լոգանքը բանակում դա շաբաթական լոգանքը որ ասում են դա ֆունդամենտալ մեկ օր ինքը ամբողջությամբ մարմինը ենթարկացնում է ջերմային եւ սանիտարական մաքրման եւ սպիտակեղենն է փոխվում եւ ամեն ինչ դա միայն լոգանք չի։ Ասում եք հոգաբորդից մահացել է, որովհետեւ սառը ջրով։ Լսեք, հիմա փոխնախարին այդ հարցերը գտա։ Հայկ Սարգսյանը ասում է, Հայկ Սարգսյանը բերում է ասես թղթերի ինչ որ տրցակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում, ես չգիտեմ, դիագումար նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ոնց է քվեարկել։ Չէ, չնայած հիմա քանի որ ինքը ցուցակում չի, կարող է լրիվ ուրի ձև բահի։ Պարոն Քոչարյան, Ռուսաստան այցից հետո մենք տեսնում ենք, որ դուք արդեն մի քանի դուք չարաշահում եք աչք թևի տակ ցախ անցնեմ։ Չէ, չեմ ուզում ձեզ պատասխանել։ Որտեվ դուք շատ հարց տվեցիք։ Երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ երրորդն էր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ երկրորդը բան է Զատիկի մասին բան էր դրել։ Տեսա հոլովակ շատ, բայց զուն չտեսա Կարմիր։ Հետևում եք փաստորեն։ Պուլի չտեսա, զուն չտեսա։ Դեպի ուտելու մենաշնորը ԿՊ-ի մեջ չեն ուզում Թույլ տվեք հարտաշահադեր պարոն Քոչարյան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարող ուժի այն պնդումներին, որ եթե իշխանության դուք չլինեք, ապա պատերազմի վտանգը մեծ է, քանի որ ընդդիմադիր ուժերը գալու են եւ վերաբանակցելու են սեղանին եղած խաղաղության փաստաթուղթը, ասաց, որ ընդհակառակը սոցիոլոգիական հարցումներ կան, որոնք հակառակ բանի մասին են վկայում, որ եթե դուք մնաք իշխանության, այդ դեպքում պատերազմի վտանգը կմեծ։ Ինչ եք ուզում ես պատասխանել։ Ձեր գնահատականը Սերժ Սարգսյանը բացասական եւ ընդհանրապես դեռ շատ անհիշելի ժամանակվանից եւ երբ իրեն ճանաչել եմ միշտ ունեցել եմ բացասական գնահատական իր քայլերի հաջորդականության վերաբերյալ մինչեւ պաշտպանության նախարար լինելը ուրիշ Որպես հունվարին Փաշինյան ասում է այո մի մոռացեք Քարոլիայի հետ կապված նաեւ ինձ հաջողվել է Սերժ Սարգսյանին տալ բազմաթիվ հարցեր ստանալ պատասխանել մոտ 5 ժամ ասում են որ Քարոլիա պատերազմում ենք հաղթանակ ենք տալու դե կներես բայց գործող իշխանությունը Սերժ Սարգսյանը կարող էր ասել որ Հայաստանը ինքը հասցրել է այն մակարդակի որ նույնիսկ ատոմային տիրություն է դարձրել, ասելով չի։ Իսկ ով բերեց 2014 թվականի պատերազմը, ձեզ մեղադրում են, ասում են 3 պատերազմ դուք եք բերել, իսկ 16 թվականի պատերազմն ով է բերել ձեր դիտարկում։ Ինքը գնացել է Արցախ եւ ասել է, այնպես չանեք, որ ղարս երկենք, դա ինքն ասել, ես չեմ ասել։ Պարոն Քոչարյան, ծնողները կարծում են, որ պետք է հրապարակվի քննիչ հանձնաժողովի ծնողները նայ մենք ունենք 3900
70 զոհված, չնայած նույն Սերժ Սարգսյանը եւ Զադիկի տեսահոլովակ դրած Ռոբերտ Քոչարյանը տալիս է 5000 զոհ, 1000-ով ավելացնում մի քիչ ավել։ Այդ 1000-ը ձեր հորտնից եք բերել երեխեքի։ Փաշինյանը պլյուս մինուսներով էր հաշվում։ Չէ, Կարինա, ես հիմա լուրջ եք խոսում կամ ուզեք ես մտնեմ այդ դաշտ։ Չէ, լսեք։ Դամը դուք եք մտեք այդ դաշտ, որտեղ ես ոչ թե լավ եք անում, հիշեցրեք։ Սա հարցը հետեւյալն է։ Հիմա ծնողները զոհվեն տղաները։ Ծնողների այն խումբը, որ հիմա բարբերաբար հիշում է եւ հիշում եք մեծ լսումներ արեցինք երկու этаպով ազգային ժողովում։ Այդ հիմնախնդիրների, որոնք իրենք բարձրացնում են։ Նաև անընդհատ ծնողների խումբը, որոնց մեջ նաև կան ծնողներ, որոնց երեխաների ԴՆԿ ԴՆԹ-ն հաստատված է եւ այդ երեխաները հիմա վերցված չեն դիահերձարաններից, այդ էլ կա։ Ամեն ինչ կա։ Նաև քննչական կոմիտեն, որը քննություններ իրականացրել եւ բավականին լավ հաջողություն ունեին եւ դա պետքա հիմք հանդիսանար որոնողական աշխատանքները կոնկրետ կետում, որտեղ քննությունը ըստ էության կարողացել էր դժողների իրավահաջորդներին ցույց տալ մահվան հատվածը կամ անհետ կորելու հատվածը որտեղա պետքա իրականացնել։ Հիմա զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում։ Զեկույցի հետ կապված վերջին փաստաթղթերը, պարոն Ավուցյան, դու կարող ես տվել։ Դեռ գաղտնի բաժնից մեր մոտ, հանձնաժողովի, մենք դեռ փաստաթղթեր ունենք, որ պետք է իջեցնենք առաջի բաժնին։ Բոլորը հանձնել ենք արդեն։ Այսինքն, երեկվա դրությամբ մենք ավարտել ենք, իսկ դա մոտավորապես արդեն 2 ամսից, քանի ամիս է տեղափոխվում։ 3 ամիս պատկերացրեք ծավալ ինչքան փաստաթղթերը ուսումնասիրել է տեղափոխվում առաջի բաժին։ Իսկ դա ինչ հնարավորություն է տալիս ոչ միայն պատգամավորներին, նաև պատկան մարմիններին արդեն ունենալ զեկույցը, ստանալ զեկույցը դրա հիմնավորումներով, որտեղ զեկույցը ամենակ գրած թուղթ չի։ Դրա տակ դրված են բոլոր այդ հիմնավորումները, որոնք ներառված են զեկույցի մեջ։ Ինքը 200 էջից ավել էր, հիմա ավելի այս ամբողջացնելու պարագայում բուն զեկույցի իր բովանդակությամբ եւ տեսագրություններով, ձայնագրություններով եւ քարտեզային հավելումներով ինքը դարձել է 500 էջից ավել։ Փաշինյանն ասում է մի ես ասող չգոյս ինչ անում լսում։ Չէ, հիմա չկա մի բան, որ ես չիմանամ այդ զեկույցից։ Բնակարար երկրի վարչապետն է, բողում է։ Այսինքն այդքան է կարևոր չի, որ հանրայնացվի։ Այդպիսի բան մի նսեմացրեք ասած։ Պարոն Քոչարյան, այնուհանդերձ այդ ծնողները ինչպես պետք է ծանոթանան բովանդակությանը, որովհետև իրենք բազմաթիվ ծնողները այնպես ոնց որ իրենք են ուզում, իրենք չունեն, լիազորված չունեն այդպիսի իրավասության, որովհետև գաղտնի հուժ գաղտնի փաստաթղթերին ծանոթանան։ Կներեք, նույնիսկ կան հակբաներ, որ ինչ պետք է դա իրենց այդ փաստաթղթերը։ Վերջին աչում ես ծնողներին վերջին այս բանի երբ որ ծնողները այստեղ են, մի քանի օր առաջ կարծեմ Ղուկասյան Արսենը ասեց պարոն Քոչարյանին, երբ որ հարցրինք բացոնողները, պարոն Քոչարյանը մեզ ասեց, ինչի չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին։ Այո, 2 հոգի պատվիրակաց ունեին, կարծեմ 2 նիստ եկան եւ չկան։ Մեկը հետո Մոսկվայից զանգեց ինձ, հիմա կարծեմ զինված ուժերով մայորը կոչում ուներ ծնողներից մեկը։ Մյուսը այդպես էլ բայես գայը դեռ ինչանի չէ, գայ որպեսի մենք վստահ լինեինք մեր աշխատանքի որակի վերաբերյալ չկա։ Հիմա եկել են այդ նույն ծնողները եւ ասում են, լավ կլիներ Սամվելը փոխգնդապետ Հովհաննիսյան էլ ծնողներից զոհվածի ծնողը եկավ մի նիստի, որտեղ Փաշինյանն էր հանդես գալիս զեկույցով, եւ ես սպասում եի, որ դրանից հետո անընդհատ պետք է ինքը մասնակցի, որովհետեւ նաեւ ակնկալում է հետադարձ կապը ծնողների ինֆորմացիայի, որ մենք ունենայինք, որովհետեւ մեր աշխատանքը ավելի լավ կազմակերպենք։ Ոչ թե միայն պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը պահանջեինք, որպեսզի բանանենք հետախուզական փաստաթղթերը, քննչական կոմիտեները եւ այլն։ Նաեւ ծնողները ունեին իրենց ստեղծած արխիվը։ Այդ արխիվային փաստաթղթերը այդպես էլ մնաց իրանց մոտ։ Ոնց։ Բայց չէ՞ որ դուք ակնկալում եք հանձնաժողովի որակյալ աշխատանք եւ զեկույց։ Հիմա մենք զեկույց ունենք, ինքը հնարավորինս սակավաթիվ ուժերի պայմաններում ստացել է բովանդակային հիմնավորումներ։ Բավական է, որովհետեւ եթե քարորիայի ժամանակ շատ դժվար էր որևէ փաստաթուղթ ստանալ, կամ կեսում են, կամ չեն տալի։ Էլ չասեմ, որ եթե հիշում եք մարտի 1-ի փաստավակ խմբի ժամանակ մեզ
կես թղթեր են տալի ազգային անվտանգությունը եւ այլն։ Առավոտյան ինչ եղավ, կեսօրին ինչ եղավ, սա խափում է։ Բայց մենք կարողանում ենք գտնել ձևաչափ, որ մեր ուզած փաստաթուղթը sense տենես հայտնվում էր մեր մոտ։ Ինչ ճանապարհներով է չես։ Դա 030 թրաման է, նախկինից եմ ասում։ Հիմա Սերժյանն ասում է մենք հաղթել ենք, շատ լավ։ Որ հաղթել ենք, այդ դեպքում Արցախում ինչ է իր համոզում, քաղաքական էլիտային Լեռնային Ղարաբաղի դարձավ ինչու որոշում կայացվեց մենք ունենք եզրակացություն ընդհանրապես 44 օրյա այդ հանձնաժողովի զեկույցը չքննարկել խորհրդարանում ձեզ համար իմ համար ամենակարևորը զեկույցի արկայությունն ճիշտ հասկացեք ոչ թե որ մենք ժամկետ ենք խախտել ըստ օրենքի մեկնաբանության հարց է մի իրավաբան մեկն է ասում մյուսն է ասում ազգային ժողովի նախագահը հենվել է այն կարծիքի վրա որ զեկույցը լինի ինչ-որ ձևաչափով քննարկվի, բայց կանոնակարգ օրենքը չխախտվի։ Ընկալման խնդիրը, զեկույցը ամենակարևոր գոյություն ունի։ Այդ զեկույցը sense tenants 20 էջից բաղկացած եզրակացություն ունի։ Այդ եզրակացությունը պետք է Հայաստանի Հանրապետության։ Որտեղ այդ ծնողները որ հարցնում են, իրանք ես ինչքան հասկանում ասում են, թող զեկույց ասի իմ տղան որտեղ է անհետ կորեք կամ զոհեր։ Հանձնաժողովը այդ խնդիրը իր արժև գուցե մասնավոր ունենար կոնկրետ մի դեպքով, բայց մենք այնտեղ ծավալը պատկերացնում ենք եւ հանձնաժողովը ազգային ժողովի հանձնաժողովը ինքը տվել է եզրակացություն թե մեր պարտությունը որտեղ պետքա փնտրենք, որտեղ ենք թերացել։ Եվ դրանից դասեր քաղելով մենք ինչ պետք է անենք մեր անվտանգային միջավայրը բարելավելու, այն ինչի ուղղությամբ կատարում ենք որոշակի աշխատանքներ եւ լուրջ աշխատանքներ։ Լուրջ են առումով, որտեղ տարբեր Հիմա ես որ ասեմ, կասեք ինչ եք թիրախորում, տարբեր բայղուշներ էկրանի մյուս կողմից, ասենք Արշակ Կարապետյանը հելմենս բաներ ասում, բայց այդ մարդը եղել է պաշտպանության նախարար, մեր իշխանության օրոք, պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը հանդես է գալիս որպես իշխան Համլետի հայր եւ դուրս է գալի բաժանություն անում մեր երկրի գլխին։ Ինքը պետք է եթե այդպեսի ազնիվ նախարար էր, ինքը ինչի՞ փախի իր երկրից։ Մենք գիտենք, մի հատ պաշտպանության նախարար ունենք փախած Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վիգեն Սարգսյան, հայտնի պիսերը, մի հատ էլ ով է Ռուսաստանում։ Այստեղ ոչ, նա արդեն ուզում է բան, կուսակցություն է ստեղծում, Վաղարշակ Հարությունյանը։ Չէ, Միխայել Հարությունյանը նա մարտի 1-ով անհետացել։ Բայց պատկերացնում եք երկրի պաշտպանության նախարարները փախել են իրենց երկրից, դուրս եկել սահմանից դուրս։ Նրանք պետք է սահմանի ներսում լինեն։ Իմ գնահատականները հիմա կհնչեցնենք, ասեն, էլի թիրախավորեց մեր հրաշալի նախարարներին, հրաշալի նախարարները նրանք են, ովքեր գտնվում են երկրի սահմանի ներսում, անկախ նրանից ինչ կլինի։ Վերջին հաշվով բոլոր պատմական ֆիլմեր եք նայում, երկրորդ համաշխարհային պատերազմ, առաջին համաշխարհային պատերազմ, զինվորականներ, մարշալներ, դատապարտված, պետք է այնպես անես, որ դու քո պահվածքով, վստահություն ներշնչելով երկիրը դարձնես ապահով եւ անվտանգ։ Հարությունյանը չունի այս իշխանությանը, դուք լավ հարաբերություններ ունեք կարծեմ։ 90-ականների դեպքում ինքը Սուզանավի վրա ծառայությունից հրաժարվեց եւ եկավ ներքին գործերի փոխնախարարի այն ժամանակ ես ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն եմ։ Ես այն կարծիք ունեմ, որ Հարությունյանը լավ արեց, որ 90 թվականին եկավ այս։ Չէ, հիմա ոչ։ Ես կարող եմ ասել Վաղարշակ Հարությունյանի եղբայրը շատ լավ ազգային անվտանգության ծառայության նաև փոխնախ այն ժամանակ մահացել է։ Պարոն Քոչարյան, Իրանի հետ կապված պատերազմի պայմաններում Թրամփի ուղու կառուցումը, որը Փաշինյանը հունվարին ասում է, դա մեր անկախության, ինքնիշխանության 99 տարով երաշխիքն է։ Ինչպես է գնահատում Իրանի այս պատերազմի սկսվում է եւ ավարտվում է։ Երբ որ սկսվում է, այլ իրավիճակ է առաջանում, տարածաշրջանային, համաշխարհային եւ այլն։ Ավարտից հետո ֆիքսվում է ինչ-որ իրավիճակ, որի համապատասխան պետք է դու քո քաղաքական հեռանկարը եւ վերլուծությունը կառուցած ըստ դրա։ Մեր տրիպի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի հատ առավելություն մեր սահմանի վրա կրակոցներ չկան։ Հրթիռները բոլոր տեղերը թռնում են, մեր սահմանի այս կողմը գտնվում է հանգիստ վիճակում, բայց կարող է փոխի դրա համար մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինված ուժերը ինքը այն նպատակներով դրել է իր առջև, ունենա լուծումներ, իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը որ երկրին տալիս է հնարավորություն այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծել եւ հեռանկար։ Եվ մնում է մենք անկեղծ լինենք մեր
սպայակազմի նպատակների համար, որտեղ նայեք, այսօր ներքին գործերի նախարարությունը բերել էր նախագիծ օրենսդրական, որը շատ կարևոր է, որպեսզի կադրային մրցակցությունը մենք դարձնենք անշարժելի։ Նույնը բանակը մի քիչ ավելի շուտ սկսել էր։ Տարբեր ծրագրեր։ Եկեք այդ նպատակին բոլորս ծառայենք, ես կողմ եմ, որ ինչքան հնարավոր է տվեք այդ հարցերը, ես դեմ չեմ, նույնիսկ Նարեկը կարա հարցը։ Այս ծրագիրը արդեն այսպես խոցելի չի դարձնում եւ Իրանը ավելի շուտ Դու ուզում ես խոցելի դառնալ։ Չէ, ինքը ինչ որքանով է Իրանը։ Բոլորը չգիտես ինչի ուզում են, որ այդ ծրագիրը չկայանա։ Ծրագիրը չգիտեմ Իրանի հետ կապված ձեր ընդդիմադիր գործընկերները, ձեր օպոնենտներն ասում են, որ դուք գովերքում եք հաստատված խաղաղությունն, բայց դա շատ թույլ, շատ հեղեղուկ, մեկ մարդու ալիևի դա թույլ ճիշտ են ասում։ Կգանք, կբերենք ուժերը եւ ինչի իրանք խաղաղության քայլեր չեն անում, որը չեր բերի քարորյա պատերազմի դելավելի Ինչը դելավելի պատերազմի եղել է։ Դուք հավատում եք ուժեղ երաշխավորված խաղաղության նրանց խոստմանը եւ ինչ է նշանակում ուժեղ խաղաղություն եւ երաշխավորված։ Ոսեք ցանկացած ստորագրված փաստաթուղթ կարելի է խախտել։ Դու ստեղծի քո այնպիսի միջավայր անվտանգային, որ խախտելը դժվար լինի։ Դու ինքդ պետք է երաշխավոր լինես քո երկրի անվտանգությանը։ Հիմա քո չասում իմ օրոք։ Իր օրոք մարտի 1 ա եղել, իր օրոք այնքան բաներ ա եղել։ Ասես սահմանների խաղաղա միակ նախագահն եմ եղել, որի պաշտոնավարման օրոք։ Գնացեք բոլոր լրագրող եք, գնացեք նայեք սահմաններում տիրող իրավիճակը եւ իր թողած բանկա բուտուլք եք։ Շնորհակալություն։ Հովհաննես Սիմոնյանը երբ ասում է Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, պարոն Ալիևյան, ճիշտ եք։